Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Ռուբեն Աշոտի Իսկանդարյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1993 թվականի հունիսի 23-ին Երևանում, մտավորականի ընտանիքում, գիր ու գրականության մեջ։ Ուներ կրտսեր եղբայր՝ Վահեն։ Մայրն ուսուցչուհի էր, ռուսերեն էր դասավանդում և միշտ տետրեր էր տանում, բերում, ստուգում, գնահատում, իսկ հայրը միշտ զբաղված էր գրքերով ու ընթերցանությամբ։ Հետագայում նա ևս պիտի մեծանար ծնողների նման գրասեր ու գրքասեր։ Սակայն ծնվելու օրից շատ չանցած փոքրիկը հեքիաթների տեղ պիտի լսեր իրական պատմություններ, որոնք իր արմատների մասին էին։ Նա արմատներով արցախցի էր, հոր հայրն էր Արցախից և մոր մայրը։ Քանի որ մայրական կողմի տատի Միլատատի հոր անվան ժառանգորդն էր, դարձել էր Արսեն պապի ու Միլատատի հոգեզավակը։ Նա հաճախ էր գնում հյուր իր հոգևոր ծնողներին և դաստիարակվում նաև նրանց ոգով։ Իսկ վերջիններս գրքերի մի ամբողջ աշխարհ ունեին և այդ աշխարհում համարվում էին անեզր տիեզերքի տիրակալներ։ Այդ գրքերի թվում կար նաև մի գիրք, որ առանձնահատուկ էր Ռուբենի համար։ Այն պատմում էր Արսեն պապի մոր՝ Եղեռնից մազապուրծ եղած Աղավնի տատի պատմությունը։ Գրքում Աղավնի տատը պատմում է իր ով լինելու և Եղեռնի օրերի մասին։ Մեջ են բերում առանց փոփոխության։ Մենք բնիկ բիթլիսեցիներ ենք։ Ես Երուսաղեմ ուխտի գնացած Մուսխի Վարդանի թոռն եմ։ Մեր տանը 70 հոգի էինք։ Մեր ընտանիքում 7 տղա կար, 5 աղջիկ։ Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են։ Հիմա մեր գերդաստանից միայն ես եմ մնացել։ Բայց այսօր նա ևս չկա։ Ննջիր խաղաղությամբ մեր բարի Աղավնի տատ։ Դե էլ ինչպես փոքրիկ Ռուբենը չսիրեր Արցախը, ինչպես արյունը չեռար երակներում, ինչպես փոքրիկ սրտիկը չտրոփեր գեների արձագանքով, երբ արյան կանչն էր նրա հոգում։ Բայց դեռ հետո պիտի մեծանար, դառնար ամրակազմ, երիտասարդ ու հայրենիքը պաշտպանելու նվիրական միտումով մեկներ հայրենի հող, ասել է թե պապերի երկիր, Արցախ։ Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Աղավնի տատը լցված վրեժով միշտ իր պայուսակում դանակ է պահել, որ եթե երբևէ մի թուրքի հանդիպի, անվարան կերպով իր եղբայրների ու հարազատների վրեժը լուծի։ Մեր հերոսը կամա թե ակամա մեծանում էր հոգում վրեժ պահած և վրեժ տենչացող սրտի բաբախով, վրեժ էր հոսում նաև երակներով հոսող արյան մեջ։ Նա սպասում էր հարմար պահի, գիտեր, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է, ինքը զորակոչվելու է բանակ։ Եվ այդ մտքից ժպիտ էր հայտնվում նրա դեմքին ու գոհունակությունից ուռչում էր սիրտը, շնչում էր լիաթոք կերպով, վայելելով այդ պահը։ Կարծես արդեն սպանել է թուրքի, առնելով իր սիրելի մեծ տատի վրեժը։ Բայց ինչ իմանար մեծն հայրենասերը, որ այն իր կյանքն էր արժենալու։ Թեպետ իմանար էլ, կրկին երբեք հետ չէր կանգնի, քանզի հայրենասիրությունը նրա երակներում էր, ինչպես ցորենի շեղջը, որ գոյանում է ցորենի կուտակումից։ Բայց դա հետո, իսկ հիմա ունկնդրիս թույլտվությամբ պատմեմ հերոսիս մասին։
Նա շատ նրբանկատ էր, երբ մեծացավ, դարձավ իսկական տղամարդ։ Դպրոց գնացել է 2000 թվականից, սովորել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում, որտեղ էլ աշխատում էր հենց մայրը, հերոսացին տիկին Մերին։ Մեր հերոսը շատ նման էր և ծնողներին, և տատու պապերին, նրանց նման ուշիմ, խելացի, գրքասեր և պարտաճանաչ։ Երբ նա ու իր եղբայրը դաս էին սովորում, տուն մտնողին թվում էր, թե տանը երեխա չկա։ Շատ չանցած սկսեց ստեղծագործել հեքիաթներ, գրել և սիրել ու սովորել օտար լեզուներ։ Ապա սիրողական ձևով ինքն իր համար զբաղվում էր նաև սպորտով, ծանրություն էր բարձրացնում ու պտտաձողի վրա մարզվում։ Այնքան ամրակազմ էր դարձել և այնքան ամուր կազմվածք ուներ, որ ընկերները կատակով նրան Ռոբերտ Ալի էին կոչում, համեմատելով բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հետ։ Շատ խելացի աշակերտ էր, նվիրված ընկեր, որն էլ հիացմունք էր պատճառում ուսուցիչներին։ Դպրոցն ավարտելով ընդունվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի տուրիզմի բաժինը։ Նրա մտահորիզոնը հեռուն էր գնում, Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը, բոլոր այցելուներին ծանոթացնել Հայաստան աշխարհի ու նրա անկրկնելի և գողտրիկ մաս կազմող Արցախի հետ։ Սակայն մոտեցել էր հօգուտ վայտանգին իրականություն հաղորդելու ժամանակը, որը նրա մոտ երազանքի նման թև էր առել, այն էր ծառայությունը հայոց բանակում։ Նա բանակ զորակոչվել է 2014 թվականի գարնանը, Արմավիր, ապա կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ։ Երանության մեջ էր, չէ որ մոտեցել էր իր արմատներին, ովքեր հաթերքից էին սերում, իսկ մոր մայրը, Միլատատը, Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից էր։ Նա այնքան կիրթ ու զարգացած էր, որ շատ կարճ ժամանակում հրամանատարության կողմից աչքի ընկավ և դարձավ գնդի գրագիրը, իսկ 2015 թվականի դեկտեմբերի վերջին, երբ տարվա ավարտին ընդամենը 10 օր էր մնացել, լավ ծառայության համար արձակուրդ վաստակեց ու տուն եկավ։ Այդ մի քանի օրը տանը ևս ձեռքերը ծալած չնստեց, զբաղվեց ընթերցանությամբ, երբ արձակուրդն ավարտվել էր ու հետ էր գնալու զորամաս, տանեցիները կարոտով խնդրել էին մի փոքր էլ մնալ, իսկ նա տագնապած տոնով ասել էր. «Անգամ 1 ժամ ուշանալու իրավունք չունեմ, իմ տրամադրության տակ 8 զինվոր կա, ինչ օրինակ եմ ծառայելու նրանց, և հետո ես եմ նրանց համար պատասխանատու»։ Ու գնաց մեր սերժանտը։ Այնքան ինքնագոհ էր, ուրախ, թեթև քայլով, ժպիտով և այն հավատամքով, որ տարիների ընթացքում ուսադիրների աստղերը պիտի ավելանան։ Այո, նա գնաց, որ հավերժանա, հավերժ մնա պատմության էջերում և անունը թողնի այն գրքերից մեկի կամ շատ գրքերի թերթերին, որոնք ինքը սիրում էր ընթերցել, բայց որոնք դեռ չեն ընթերցվել ու դեռ նոր պիտի գրվեն, որտեղ լինելու է և իր անունը, բայց արդեն որպես հերոս ու հավերժի ճամփորդ։ Ասում են, նրա հասակը 1 մետր 93 սանտիմետր էր և հագնում էր 45 համարի կոշիկ, այնքան զուսպ էր, որ բանակում չէր պահանջել իր ոտքի չափով կոշիկ, կամ գուցե չէր ճարվել, որի պատճառով փոքր համարի կոշիկներն այնքան էին սեղմել ոտքերը, որ ստիպված տեղափոխել էին հոսպիտալ։ Այնտեղ էլ հանգիստ չմնալով տանից կրկին գրքեր էր ուզել, որ կարդա։
Այնքան շատ էր ուզել, որ իրենից հետո թողնի Զորամասի գրադարանին ու մյուս սերունդների զինվորներին։ Հերոս ջան, հիմա դու չկաս, այնտեղ չես, բայց երկար ժամանակ մինչ Արցախի բռնազավթումը կարդում էին քո թողած գրքերն ու հիշում քեզ, խոնարհումս քեզ այդ յուրօրինակ տաղանդի համար։ Այդ օրերին նա անգիր էր արել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն ու կրկին համոզվել, որ իրական է այն, փաստը, որ թուրքը մնում է թուրք։ Եվ այսպես մոտեցավ չարաբաստիկ 2016 թվականի ապրիլը։ Թուրքը գազազել էր, ամբարիշտ կերպով ուզում էր խաղաղ հայի հողը զավթել։ Տանկի հրամանատար Ռուբենը, ով նաև ուներ վարորդական իրավունք, կարծես տարիների վրիժառության մոլուցկով տարված սրան էր սպասում։ Տագնապի շչակի ձայնը լսելով, գոռաց ի լուր իր մարտական ընկերներին. «Տղերք ջան, առաջ, թուրքերը մտել են մեր հողը»։ Զինվորների ու հրամանատարների հետ սահման էր հասել, կռվել անվարան, խրոխտ, չվախենալով արյունարբու հակառակորդից և սրտում պահած վրեժ, որ կուտակվել էր պապերի թափած արյան բոսորից։ Սակայն ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը նա ևս հավերժացավ, արծիվ դարձավ, երկինք խոյացավ ու հիմա երկնքից է հսկում իր հողը հայրենի։ Փառք հիշատակից սիրելի հերոս, քո սխրանքի և մարդ տեսակի առաջ խոնարհվում եմ։ Ցավը խորն է, բառեր չկան, բայց կա ծով հպարտություն, որ հասկանալ է պետք։ Այսօր Լեոնիդ Ազգալդյան ռազմական համալսարանում բացված է նրա անունը կրող դասարան։ Փառք հերոսիս հիշատակին և խոնարհումս նրան։